Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ամենակարևոր բանը այսօր ապագան է մարդկանց համար։ Նախ ներկայի, նաև խաղաղության մասով, ներքին խաղաղության, արտաքին խաղաղության մասով շատ կարևոր է այդ ակցենտավորումը, բայց նաև տեսեք, մարդիկ մեզանից ակնկալիք ունեն, թե մենք ոնց ենք պատկերացնում ապագան, թե դուք ոնց եք պատկերացնում ապագան։ Եթե տենց կարճ վերհիշենք անցյալ նկատի ունեմ 18 թվականից հետո 18 թվականից տեղ իշխանափոխություն է տեղի ունենում, դուք գալիս եք Հայաստան, գիտեմ այդ պատմությունը, որ կարայիք չգայիք, եթե դեմ չեք կարաք պատմեք նաև, գալիս եք Հայաստան, հետո բանտ, հետո պայքար, հետո դիմադրություն, հետո պատերազմ, ընտրությունների ժամանակ մենք հայտարարում ենք, որ մենք հաղթելու ենք, հետո հասարակության մի ստվար զանգված ըստ էության այդ արձանագրումներն եմ իմ համար արել, որ մեզ չի ներում դրա համար, չի ներում, որ մենք չհաղթեցինք, էլի։ Օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքները մի կողմ թե խիտենց եղավ, բայց այդ զգացողությունը ես այդ աբիդան, այս հայերեն բառ չի, բայց այդ աբիդան ես զգում եմ, էլի մարդկանց մոտ։ Հիմա ոնց որ ընտրություններ է, ու մենք ինչ ենք ասելու ժողովրդին։ Ու ի տարբերություն 21 թվականի այսօր ընդդիմադիր դաշտում խաղացողները մի քանիսն են։ 21 թվականին շատ հստակ էր, որ երկու բևեռ էր, դուք էիք, Նիկոլն էր։ Հիմա այս խաղացողների պայմաններում, նոր հանգամանքների պայմաններում ինձ հետաքրքիր է մենք առհասարակ ինչ ենք ասում մարդկանց 26 թվականի ընտրությունների ժամանակ, քարոզարշավի ժամանակ։ Ինչի համար ենք գալիս, ինչի համար ենք պայքարում։ Ինչի համար ենք գնում։ Այս հարցին ինձ թվում է մենք էլ պետք է։ Հերոյից ես մի քիչ սկսել։ 18 թվականից սկսեցի, ինչի եկաք։ 18 թվականից ինչի եմ ես հետ եկել։ Նայեք, ինձ Կարեք մնայք դրսում։ Ուղիղ զգուշացրել են, որ գալուց ինձ բռնելու են։ Վերջերս իմ այն ժամանակվա գրասենյակի ղեկավարը նաև իր հարցազրույցում դա պատմեց։ Մեկ զգուշացում ստեղ է եղել մի պաշտոնյայի կողմից, ինքը նույնիսկ անուն է տվել, թե ոնց է եղել։ Եվ մեկ ուրիշ հայտնի գործարար, հայ գործարար, չեմ ուզում հիմա անունը տալ, բայց եւս ինձ զգուշացրել է, դա եղել է հունիս ամիս 18 թվականի հունիսին ես Մոսկվայում էի AFK սիստեմայի բուրուտենի սպիտելներ եւ ընդ վերընտրվեցի եւս մեկ անգամ որպես անկախ տնօրեն։ Այնտեղ ուղղակի եւս ասեց եղել է Հայաստանում, հանդիպել է վարչապետի հետ, այն ժամանակ արդեն վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շատ ուղիղ ասել է, որ ինքը ասել է, որ անպայման ինձ զերբակալելու է։ Կալանավորելու է։ Այդ լսացրելա ձեզ, որ չգաք։ Այդ եմ ուզում հասկանալ։ Ասել, այո։ Այնտեղից զգուշացվել։ Հա, զգուշացրել է, էլի բան։ Արտահոսքը ապահովել է։ Ես Մոսկվայից այն ժամանակ պլանավորված էր, ես թռել եմ Հունաստան, բայց այդ փախնել չգալը դա իմ մասին չի։ Ամենից ռացիոնալ որոշումը իհարկե այն ժամանակ կլներ չգալը։ Ոնց որ հիմա շատերը ինչպես շատերը չկան։ Իդեպ այդ չեկողների մի մասին ես չեմ մեղադրում, որովհետև արդարադատություն չկա այսօր Հայաստանում, ասենց եզակի դեպքեր են, եզակի դատավորներ են։ Բա որ չկար դուք եկաք։ Ես չեմ ուղղակի բնավորության հարց է։ Կստացվեր, որ ես թողել, փախել եմ, վախեցել եմ, սա ռացիոնալ որոշում չէր։ Եվ հետ գալուց ես գիտեի, որ ես ռացիոնալ որոշում չեմ կայացնում հետ գալուց։ Որտեղ ես բոլոր հնարավորություններ ունեի շատ հանգիստ դրսում ապրելու եւ բավական լավ նաեւ գումարներ եի վաստակում, այդ խնդիրները ես ընդհանրապես չի ունենա։ Եկել եմ մեկ պատճառով, որ ասենց այն կերպարը, որի մեջ եղել եմ, որը կամ ասենց դերասանություն երբեք չեմ արել, այդ կերպարը ինձ թույլ չտվել ուղղակի մտածել, որ կարող է ես չգամ եւ կարող է անկալումը նաեւ այնպեսին լինի, որ թողեց, փախավ, վախեց։ Սա նշանակում է այն, ինչ փորձում էին կախել ին վրա, ճիշտ է։ Եկա մտա պայքարի մեջ։ Սա է, հիմա սա մարդկային տեսանկյունից լավ որակ է, թե վատ որակ է։ Ես այն մարդը չեմ ավելի ճիշտ, որը կարող է դավաճանել իր կողմից որդեգրած արժեքային համակարգին։ Սխալ եմ արել, որ եկել եմ։ Ռացիոնալիզմի տեսանկյունից այո։
Բայց ես համարում եմ, որ իմ տեսակը չէր կարող չգալ Հայաստան եւ չէր կարող չգալ ու պայքարել։ Եվ եթե հիշում եք, հենց այն ժամանակ առաջին անգամ հնչեցնում էի այն վտանգները, որոնք կան երկրի առաջ, որովհետեւ տեսնում ես ուր են տանելու։ Տեսնում էի եւ առաջին նաեւ այդ հարցազրույցները, եթե չեմ սխալվում, ես որ տվել էի դա մայիս, հունիս, ամիս իմ գրքում էի գրել, որը հրապարակվել էր աշնանը, որ Ղարաբաղի վրա վտանգները կախվել են այդպիսի վտանգներ։ Հիմա ոնց կարա ես թողեի փախնեի։ Հիմա հա դու բայց քո արցում կա նաև շարունակություն։ Բայց 21 թվականին շատ մեծ խումբ մարդիկ մեզ վստահել են, մեզ աջակցել են, որ իշխանափոխություն իրականացվենք, ցավոք բավարար ձայներ չենք ստացել դա իրականացնելու համար։ Այս տարիներին էլ փողոցային պայքար ենք տվել, ազգային ժողովում մեր բաժին կռիվն ենք տվել, բայց արդյունքում չի ստացվել դեռ փոփոխություն իրականացրել ու դա ինչ որտեղ անխուսափելիորեն որոշ մարդկանց մոտ հիասթափություն է առաջացրել, այդ թվում մեր նկատմամբ, որ տրամադրված գնացել ենք կռվի, բայց չենք հաղթել, դեռ չենք հաղթել։ Ես ուզում եմ, որ դուք էլ այդ մեսիջը տաք այդ մարդկանց։ Հիմա ինչ ենք անելու, որ իրական փոփոխություն լինի։ Այսինքն զրույց այն մարդկանց հետ հատկապես, ովքեր ինչ որտեղ հուսահատված են, ինչ որտեղ հիասթափված են։ Այդ զրույցը շատ կարևոր է։ Նայեք, իրականում մենք մեր վրա ստացնեցինք այդ պարտավորությունը նաև ցավալել փողոցային պայքար։ Կոպիտ ասած մեր ընդդիմադիր կարգավիճակին մի մեծ բոնուս մենք ինքները շալակել ենք, որ այս հարցը մենք պետք է լուծենք միջև հաջորդ ընտրությունները։ Մենք փողոցային պայքարներով եւ նախաձեռնելով եւ այլ, այսպես ասենք, փողոցային պայքարների մեջ ակտիվ մասնակցելով մենք մաշեցրել ենք այս իշխանությանը։ Եվ եթե նայում ենք նաեւ ուսումնասիրում ենք սոցհարցումները, մոտ 1.5-2 տարի առաջ մոտ 60%-ը չկողմնորոշված էին։ Նույնիսկ 1 տարի առաջ։ Դրանց մի զգալի մասը նրանք են, ովքեր հիասթափվել են ԿՊ-ից, բայց դեռ չեն կողմնորոշվել, թե ում համար գնան քվեարկել։ Հիմա այդ տոկոսը բավական փոքր է, մոտ 25-30%։ Դες մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար։ Միգուցե նաև որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ, բայց մենք դաշտ ենք բացել ուրիշների համար։ Եվ լավ է, որ կան ուրիշները։ Ես մեր այս զրույցի ժամանակ ասել եմ, որ առաջ խորհրդարան շատ հանգիստ անցնում էին 5-ից 6 կուսակցություն։ 5-6 միավոր մտնում էին խորհրդարան։ Հիմիկվա 3-ը նորմալ չի։ Ինքն էլ այդ 3-ից մեկը բոնուսով անցած, այլ ոչ թե տոկոս հաղթահարած շեմը։ Համարենք, որ մենք, այսպես ասենք, մեր փողոցային պայքարը, մեր այս ջանքերը հիմա լավ հնարավորություն է ստեղծել իշխանափոխության։ Որոշ չափով մեր մաշեցման գնով։ Որոշ չափով կասա։ Ես սա ընդունում եմ։ Հիմա մենք պետք է փորձենք ներկայանալ, թե մենք ով ենք։ Մեզ ճանաչում են։ Բայց կա եւս մեկ հանգամանք, նայեք, բոլորը գալիս են տարբեր ծրագրերով։ Ես ծանոթանում եմ այդ ծրագրերին, ծրագրերը լավն են, լավ խոստումներ կան, ասենք սիրուն ձևակերպված, նաև ներկայացված են բավական սիրուն։ Եվ հիմնական հարցը, իսկ ով կարող է դա անել։ Մարդ, որը արդեն ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ եւ դեռ որևէ պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել։ Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի եւ ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, չկնաժամային իրավիճակում բավական լուրջ հաջողությունների հասել է եւ կարող է դա անել երրորդ անգամ։ Սա մեր մեսեջը պետք է լինի մեր ընտրողներին։ Բայց ես լիվ ընդունում եմ այն ինչ որ ասել եք, որովհետեւ այդ խնդրեմը կա։ Մենք որոշակի գին ենք տալիս մեր անզիջում պայքարի համար այս ընթացքում։
չի լինում, որ երկու հոգի պայքարեն, մեկ այդ պայքարի ընթացքում ուժանա, այն մյուսը լրիվ կորի։ Հիմնական հարվածները մենք ենք ստացել այս ամբողջ 5 տարվա ընթացքում, 4.5 մոտ 5 տարվա ընթացքում։ Եվ սա այն հետևանքներն է։ Ստեղծված իրավիճակում կա յուրահատկություն։ Վերջի մամուլի ասուլիս ժամանակ ես մոտարապես փորձեցի այդ յուրահատկության մասին խոսալ, որ ձևավորում են ավելի խոշոր միավորներ, մտնում են քաղաքական պայքարի մեջ եւ մենք ինչ որտեղ վերադառնում ենք այն իրավիճակին, երբ առնվազն 4-5 ընդհանուր միավոր կարող են մտնել խորհրդարան։ Բայց սա նաև նշանակում է հետևյալը, որ տարբեր սոցիալական շերտերի վրա ազդեցություն։ Սա նշանակում է, որ ամեն մի այդ միավորը փորձելու է ազդելով իր ընտրազանգվածի վրա մոբիլիզացնել այդ ընտրազանգվածը քվեարկելու համար։ Եվ սա նշանակում է, որ հետագայում եթե ձևավորվի դժվար թե մեկ կուսակցություն կարողանա ասենց 50+ հավաքի, դա այսօր այս պահի վրա դա ուղղակի չի երևում, սա նշանակում է, որ կձևավորվի որոշակի կոալիցիա, որը ավելի լայն շերտերի հայացքները ներկայացնող կոալիցիա կլինի խորհրդարանում։